1958 թվականի ձմռանը LEGO ընկերությունը պատենտավորեց իր լեգենդար աղյուսիկը, որի միացման մեխանիզմը մինչ այսօր բացարձակ չի փոփոխվել։ Այսօր արտադրվող ցանկացած LEGO աղյուսիկ իդեալական համատեղելի է 1958 թվականի LEGO-ի հետ։ Ամեն ինչ իրականում սկսվել է փայտյա խաղալիքներից։ 1932 թվականին դանիացի փայտագործ Քրիստիանսենը որոշեց զբաղվել խաղալիքների արտադրությամբ։ Մի քանի տարի անց նրա ընկերությունը ստացավ LEGO անվանումը դաներեն Leggot արտահայտությունից, որը թարգմանաբար նշանակում է խաղալավ։ Առաջին LEGO հավաքածուները փայտից էին պատրաստում, սակայն Քրիստենսենը շուտով նկատեց պլաստիկի հնարավորությունները եւ մտածեց, իսկ ինչ կլինի, եթե փորձենք։ Այդպես 49 թվականին հայտնվեցին նոր պլաստմասե աղյուսիկները։ Այսօր աշխարհում արտադրվել է ավելի քան 400 միլիարդ LEGO-ի դետալ, ինչը նշանակում է, որ եթե դրանք հավասար բաշխենք բոլոր մարդկանց մեջ, ամեն մեկը կունենա մոտ 80 կտոր։ LEGO-ն նաև հետաքրքիր է նրանով, որ LEGO-ի ֆիգուրկաները դարձել են աշխարհում ամենամեծ պոպուլյացիան։ Դրանց քանակը գերազանցել է 8 միլիարդը։ 15 թվականին LEGO-ն ճանաչվեց աշխարհի ամենաազդեցիկ բրենդը, իսկ 21-ին խաղալիքների ամենամեծ արտադրողը։ Եթե ցանկանում եք ավելին իմանալ հետաքրքիր բրենդների մասին, բաժանորդագրվեք մեր YouTube եւ Instagram-յան ալիքներին։